Ողջ այրվեց շուրջ 3000 ասորի, իսկ ցեղասպանության տարիներին տարբեր գնահատականներով զոհվեց մինչև 700,000 մարդ։ Օգոստոսի 7-ը հիշողության եւ պատմական արդարության պահանջի օր է։ Այսօր աշխարհասփյուր ասորիները ոգեկոչում են ցեղասպանության զոհերի հիշատակը։ Երևանում ասորիների ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի մոտ եւս հավաքվել էին համայնքի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ եւ քաղաքացիներ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ Մենք ամեն տարի գալիս ենք այստեղ մեր հուշարձանի մոտ, մեր հարգանքի տուրքն ենք մատուցում եւ աղոթք ենք խփում առ Աստված նրանց հոգիների հանգստության համար։ Բախտակից ժողովուրդ են հայերն ու ասորիները։ Երկուսն էլ ենթարկվել են ցեղասպանության, իսկ այսօր դարերի խորքից եկող ջերմ ու եղբայրական հարաբերությունները պահպանվում են։ Մեր երկրի ազգային ժողովում ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության կազմում ասորական համայնքը ներկայացնում է падգամավոր Արման Ավչյանը։ Ընդգծում է. իր ստանձնած պարտականություններից մեկն ասորիների իրավունքների պաշտպանությունն ու պատմական հիշողության պահպանումն է։ Իմ պարտավորությունը, որ ես ստանձնել եմ որպես ասորական համայնքի ներկայացուցիչ, ել ավելի ջանքեր եմ գործադրելու, որ այդ հարաբերությունները ել ավելի լավ լինեն ու միասին պայքարենք ցեղասպանության ժխտման դեմ, որպեսզի ել երբեք աշխարհում ոչ մի ազգի ցեղասպանություն չլինի։ Ցեղասպանությունն այնպիսի ոճրագործություն է, որը հիշելով պետք է պարտավորեցնենք, որպեսզի չկրկնվեն, ասում է ոգեկոչման արարողության մասնակից ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Անդրանիկ Գևորգյանը։ Ուժեղ Հայաստան դաշինքը, ինչպես որ հայոց ցեղասպանության, այնպես էլ բոլոր ազգերի ցեղասպանությունների նկատմամբ ունի հստակ դիրքորոշում։ Մենք պետք է հիշենք, չմոռանանք, որպիսի նման ոճրագործությունները այլևս չկրկնվեն։ Օգոստոսի 7-ը ոչ միայն զոհերի հիշատակի օր է, այլև պատմական արդարության վերականգնման եւ մարդկության դեմ նման հանցագործությունների կանխարգելման կոչ։